Ինչպես ունենանք հարմարավետ խոհանոց։ Գաղտնիքը շատ պարզ է՝ աշխատանքային եռանկյան կանոնը։ Յուրաքանչյուր խոհանոցում ունենք 3 հիմնական զոնա։ Սառնարան, որտեղ պահեստավորում ենք մթերքը, լվացարան, որտեղ լվանում ենք եւ նախապատրաստում ենք, եւ գազօջախ, որտեղ եփում ենք։ Խոհանոցը դառնում է հարմարավետ, երբ այս 3 կետերը իրար ճիշտ են միացված եւ իրար հետ հարմարավետ են աշխատում։ Օպտիմալ հեռավորությունը նրանց միջև 120-ից 270 սանտիմետրն է։ Դրանից ավելը արդեն դառնում է անհարմար։ Ինչպես դարձնենք խոհանոցը հարմարավետ։ Առևտուր արած գալիս ենք խոհանոց, առաջին ինչ պետք է անենք։ Պահեստավորում ենք սառնանում։ Այսինքն սառնանը պետք է լինի խոհանոցի մուտքի մոտ։ Հաջորդ քայլը՝ լվանում, կտրատում կամ նախապատրաստում ենք սնունդը։ Դա արդեն աշխատանքային զոնան է։ Եվ երրորդ զոնան արդեն պատրաստելուն է։ Գազօջախի հատված։ Եվ ճիշտ կլինի գազօջախը տեղադրել լուսամուտին մոտիկ։ Ես միշտ իմ նախագծերում տենց եմ։ Կարևոր չի մենք ունենք ուղիղ, էլաձև, յուղաձև թե զուգահեռ կահավորմամբ խոհանոցներ։ Միևնույնն է պետք է հետևենք աշխատանքային եռանկյան կանոնին։ Իմիջայլոց հնարավորության դեպքում խոհանոցը նախատեսեք մուտքի դռանը մոտ, որպեսզի հեշտ այդ ծանր իրերով հասնեք խոհանոց։